Հոբի գիրք գլուխ 12 և 13 Հոբը նորից խոսեց ու ասաց. Արդուք եք լոկ մարդիկ, հանճարը ձեզ հետ է մեռնելու, ես նույնպես ձեզ նման սիրտ ունեմ, արդար ու անարատ մի մարդ է ենթարկվել ծաղրանքի, սահմանված ժամանակ պատրաստվեց, տեսավ իր տների կործանված օտարից, անօրենների ձեռքով ավերված, բայց ով որ չար լինի, թող երբեք չհուսա, թե անպարտ կլինի, և ով որ բարկացնի Տիրոջը, նրանից միթե չի պահանջվի պատասխան, բայց դե եկ ու հարցրու գազանին, թե կտա պատասխան, երկնքի թռչունին, թե մի բան կասի քեզ, ու պատմիր դու երկրին, թե մի բան հասկացնի, կամ ձկները ծովի կպատմեն մի բան քեզ, և սակայն ով է, որ չիմացավ, թե Տիրոջ ձեռքն է ստեղծել ամեն ինչ, և միթե իր Տիրոջ ձեռքին չէ կյանքը կենդանի շնչերի և հոգին ամեն մարդ էակի, զիմիրգն է քննում խոսք և քինքն է համտեսում կերակուր, ժամանակի երկարության մեջ կա իմաստություն, և կյանքի երկարության մեջ միտքը հանճարեղ, նրանից գալիս են ուժ իմաստություն, նրանն են խորհուրդներն ու հանճար, թե նա կործանի ով կշինի այն, թե նա փակ դնի մարդկանց առջև ով բաց կանի այն, թե նա արգելք դնի ջրերի առաջ կչորանա հողը, իսկ թե որ թույլ տա կկործանի երկիրը, նրանից գալիս են ուժ ու զորություն, նրանն են հանճար ու իմաստություն, գերի է քշում խորհրդականներին, հիմարացնում է երկրի դատավորներին, գահերին է նստեցնում արքաներին և գոտի կապում նրանց մեջքին, գերության է ուղարկում քահանաներին և կործանում երկրի հզորներին, փոխում է խոսքը հավատարիմի, ծերունիների խելքը ճանաչում, անարգանք թափում իշխանի գլխին և խոնարհներին բժշկում է նա, երևան հանում խորքը խավարի և լույսի բերում ստվերը մահի, թափառական է դարձնում ազգերին, կործանում նրանց, սփռում է նրանց և առաջնորդում, երկրի իշխանած սիրտն է շուռ տալիս, մոլորեցնում է ճանապարհներին, որոնց ծանոթ չեն, խավարի միջին միշտ կխարխափեն ու չեն տեսնի լույս և հարբածի պես միշտ կմոլորվեն, ահա այս բոլորն են տեսել աչքերն իմ, լսել ականջներս, ես այնքան գիտեմ, որքան ինքներդ տեղյակ եք լինում, անմիտ չեմ ձեզնից, սակայն Տիրոջ հետ պիտի խոսեի, և նրա առաջ պիտի կանգնեի, թե որ կամենար, բայց բժիշկներ եք դուք խիստ չարագործ, ողջացնում եք դուք ամեն քթել չարիքների միայն, սակայն համրանաք իմաստությունն էլ ի վերջո կգա ձեզ այցելության, լսեցեք բերնից գանգատները դուք և շրթունքներիս դատաստանին էլ ականջ դրեցեք, չէ որ մեր Տիրոջ առաջ եք խոսում, նրա հանդիման նենգ բարբառում եք, ետ պիտի քաշվեք, ոչ, ինքներդ ձեզ եղեք դատավոր, բայց բարվոք է, որ ինքը քննի ձեզ, զի թե արվածը իրեն վերագրեք, նա էլ ձեզ նվազ չի կշտամբելու, իսկ եթե ծածուկ, աչառու լինեք մարդկանց նկատմամբ, իր արհավիրքը ահի կմատնի, նրա երկյուղը կթափվի ձեզ վրա: